Այդ անկլավներ կոչված տարածքները հարգելի հայրենակիցներ ահավոր մեծ կարևորություն ունեն ադրբեջանական կողմի համար։ Ուրեմն Տիգրան վերահսկելով ադրբեջանական կողմը մեծ խնդիրներ է ստեղծում լոգիստիկ Հայաստանի հյուսիսային եւ կենտրոնական հատվածները Հայաստանի հարավի հետ կապելու առումով։ Սա նշանակում է, որ եթե այն լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ Բաքուն օրինակ որոշի փակել ճանապարհն ու անցակետ դնել, ապա մայրաքաղաք Երևանն ու Հայաստանի հյուսիսը կզրկվեն հարավի հետ կապից։ Արենի, Եղեգնաձոր, Սյունիք հասնելու եւ այնտեղից էլ Իրան գնալու համար ստիպված կլինենք անցնել ադրբեջանական անցակետով։ Ես դաժե մտածում եմ, Իրան այս միջանցքը այդքան պետք չի, ինչքան անկլավը, որովհետեւ որ ինքը անկլավը վերցրեց, ապալիբոմու ինքը այդ անկլավը գալու գնալու է, չէ՞։ Պետք է ես ոնց եմ հասնելու իմ անկլավին ճանապարհ է պետք, թե այս կողմից, թե այն կողմից։ 4 հատ գյուղ է, 4 գյուղին, որ ինքը ճանապարհ վերցրեց, պալիբոմու այդ միջանցքը դառնալու է։ Դրա համար նույն միջանցքն է լինում։ Մանավանդել զինված ուժերն էլ բերեց դրեց, մանավանդեշու մի հատ դեպք էլ եղավ, այնտեղ իրանք կասեն, ոպ մեր ժողովրդին են նեղացնում, ավելի կխստացնեն։ То есть այնտեղ էլ արդեն հայերը չեն կարա գնան գան, ժողովուրդ ջան, դուք հասկանում եք ինչա կատարվում։ Դու ձեն չես կարա անես, դու Երևանում սկի դու քո Երևանից մեջ չես կարող ձեն անես, հələ այնտեղ պետք է անես, որ զոնք է։ Էլ արդեն ոչ էլ կեթասյունիկ, ոչ էլ հետ կգաս։ Տավուշի մարզում այսպես կոչված անկլավներ տալու պարագայում Վանաձորը դառնալու է ուղիղ ադրբեջանական հրետանու թիրախի տակ։ Ադրբեջանցիները լցվելու են այդ անկլավներում, ինչպես նաև զինտեխնիկա են տեղակայելու որպես իրենց տարածք եւ վերահսկելու են այսպես կոչված անկլավների շրջակա ողջ հայկական տարածքները։ Նույն օրինակի համար Կիրանցի եւ Ոսկեպարի գյուղերի միջով ադրբեջանցիները հելում ուտենալու ինչ ուզենան անելու են, իսկ հայերը ոչինչ չեն կարողանալու անել այդ տարածքով անցնող ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանական կողմը չի տալու նաև իշխանասարի հատվածը, որովհետև այդ հատվածը վերահսկելով ինքը վերահսկում է Հայաստանի կենտրոնական մասերը Երևանը, Կապանին եւ Գորիսին կապող Մայրուղու այդտեղով անցնող հատվածը ամբողջությամբ վերևից հետ չի տալու Սոտքի հատվածը, հետ չի տալու Խոզնավարի հատվածը, հետ չի տալու Տեղգյուղի հատվածը, հետ չի տալու Սև լճի հատվածը, հետ չի տալու Տեղգյուղի հատվածը։ Ես նորից եմ գրկում այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասած, Ու սենց պետք է անլվա, քնձռոտ, ու լրիվ մեր երկիրը սրանց ձեռնա։ Սրա այն լրիվ Յոնիսյան, ինչքան կներեք չար ու չատլախ կա, փողոցում ոչ բարևող։ Հիմա հենց երկիր են կառավարում ու ես պատկերացնում եմ ԱԱՑ-ն սրանց վրա ինչեր ունի, հա։ Այսինքն եթե փակեն այս ճանապարհը, մենք այս ճանապարհը չենք օգտվելու։ Լավ ճանապարհը սենց չգնա, սենց կգնա։